Գյումրու քաղաքապետարանն ամփոփեց հագեցած եւ արդյունավետ մշակութային տարին։ Քաղաքապետարանում կայացած տարեկան հաշվետու հանդիպման ժամանակ քննարկվեցին քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատությունների ձեռքբերումներն ու բաց թողումները։ Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանն հանդիպեց արվեստի եւ երաժշտական դպրոցների, թանգարանների ու գրադարանների ղեկավարների հետ։ Հանդիպման առանցքում տարեկան հաշվետվությունն էր, որն արձանագրեց մշակութային ոլորտում Գյումրին այս տարի ոչ միայն պահպանել է նշաձողը, այլև ունեցել է պլանի զգալի գերակատարում։ Առանձնակի գոհունակություն հայտնեց թանգարանների աշխատանքից։ Զբոսաշրջային մեծ հոսքերն ու կազմակերպված միջոցառումները թանգարանները դարձրել են քաղաքի ամենաակտիվ մշակութային օջախները։ Պլանավորման 25 միլիոն 200 հազար դրամի փոխարեն այս պահին մուտք ունենք, փաստացի մուտք ունենք 27 միլիոն 365 հազար դրամ եւ սա այն պարագայում, երբ դեռևս փոխանցված չեն աբոնեմենտային համակարգով վերջին եռամսյակի վճարները։ Բոլոր թանգարանները ունեն պլանավորման գերակատարում, ամենամեծ գերակատարումը Մհեր Մկրտչյանի եւ Շիրազի թանգարաններում են, պլանավորում ենք շատ ավելի մեծ թիվ ունենալ եւ 2025 թվականի պարագայում կգերազանցենք 30 միլիոն դրամը, 26-ի պարագայում մինչև 35 միլիոն դրամի ցկտում կարող ենք ունենալ, ինչը աննախադեպ եւ հաճելի ցուցանիշ է համայնքապատկան թանգարանների պարագայում։ Իդեպ թանգարաններն աշխատելու են նաև տոնական օրերին, բաց են լինելու այցելուների համար։ Նշվեց, որ քաղաքապետարանը ամռան ամիսներին մոնիթորինգ է արել, շրջել թանգարաններում, նման վերահսկողություն կլինի հետագայում եւս։ Տարին նշանավորվեց նաև լայնածավալ շինարարական աշխատանքներով։ Մի շարք մշակութային կառույցներում իրականացվել են հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ, ստեղծելով ժամանակակից պայմաններ ստեղծագործելու համար։ 2025 թվականի կարևոր իրադարձություններից էր մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերի 30%-ով բարձրացումը։ Հպարտության առիթները շատ էին հատկապես երաժշտական եւ արվեստի դպրոցներում։ Գյումրեցի տաղանդավոր սաները միջազգային հեղինակավոր հարթակներից քաղաք են բերել բազմաթիվ պատվավոր մրցանակներ, եւս մեկ անգամ փաստելով Գյումրու կրթական բարձր որակը։ Ինչպիսի մասնագետներ ունենք մենք դպրոցներում։ Զարմանալի, հրաշալի մասնագետներ բոլոր գործիքներից, երաժշտական դպրոցների մասին եմ խոսում։ Բոլոր գործիքներից վոկալ, էստրադային, տհոր, բոլոր քաղաքները կերազեին նման մասնագետներ ունենալ։ Ապրեք, շատ ապրեք, շարունակեք, բաժինը ապրի, լուրջ մարդիկ եք, հավաքվել եք, կարողացեք այս տեմպը պահել եւ առաջիկան մենք լուրջ հաջողությունների կհասնենք։ Եթե ամփոփելու լինեմ, 2025 թվականի ընթացքում Գյումրու քաղաքապետարանից համայնքապատկան 18 կառույցների եւ արվեստի երաժշտական դպրոցների աշակերտներին պարգևատրելու համար 847 միլիոն 590 հազար դրամի ծախս է արվել։ Ընդհանուր հավաքագրման պլանավորումը եղել է 74 միլիոն, եթե թույլ կտակ 74 միլիոն, փաստացի հավաքագրումը 80 միլիոն 590 հազար դրամ է։ Գագիկ Մանուկյանը հայտարարեց, որ 2026 թվականի մարտ ամսին գյումրեցի շնորհալի երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք երաժշտական փառատոնին։ Աշակերտական կամերային նվագախումբն էլ հնարավոր է այցելի Ֆրանսիա։ Փողային նվագախմբի համար 2026-ին առնվազն 3 շրջագայություն են նախատեսել հանրապետության տարբեր քաղաքներում։ Իսկ ընդհանուր առմամբ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության բաժինը 54 միջոցառում է նախատեսում անցկացնել։ Սակայն հանդիպումն անցավ ոչ միայն գովեստի խոսքերով, քաղաքապետի տեղակալն հորդորեց ակտիվացնել գրադարանների աշխատանքը։ Ըստ ներկայացված հաշվետվության, այս ոլորտում նկատվում է պասիվություն։ Գագիկ Մանուկյանը նշեց, որ գրադարանները պետք է լինեն ավելի նախաձեռնող, կիրառեն նոր մեթոդներ, ընթերցողներին ներգրավելու եւ մշակութային կյանքն աշխուժացնելու համար։ Գրադարանների թափը չեմ տեսնում, գրադարանների իրեն պոտենցիալը բաժնի, մշակույթի բաժնի մեջ որպես այն բաժինը, ճիշտ է, պետք է ասեք ընթերցանությունը, գրքերը եւ այլն հետաքրքրությունը, այսօրվա իրավիճակը, համացանցը, սա, նա շեղում են, բայց դուք էլ շատ գործ եք անելու։ Ես կուզեմ, որ դուք լրացիչ աշխատանքով բերեք ընթերցողներին։ Մենք ընթերցող շատ ունենք, չմտածեք, թե կարտացողները վերացան, չէ, կան, ուղղակի պետք է դրանց նկատմամբ ուշադրություն դարձնել։ Ամփոփելով տարին քաղաքապետարանը հստակեցրեց հաջորդ տարվա առաջնահերթությունները։ Գյումրին շարունակելու է ներդրումներ անել մշակութային ենթակառուցվածքների զարգացման մեջ, ակնկալելով ավելի ստեղծարար եւ ակտիվ աշխատանք բոլոր օջախներից։